ամենասիրածս աղցաններից է։ Սիրում եմ, երբ հատկապես գարնան ենք պատրաստում ու վայելում։ Ձմռան տաք, ծանր ուտեստներից հետո սա մի աշխարհ թեթևություն է իր հետ բերում, վիտամինների ամբողջություն, ինչի կարիքը օրգանիզմը կարծես աղաղակի ու պահանջի։ Եկեք միասին պատրաստենք, քայլ առ քայլ ձեզ ցույց տամ, թե ինչպես ստացա այս համեղագույն աղցանը։ Բարեկամներ, եթե աղցանը գեղեցիկ է, եթե աղցանը էսթետիկորեն ներկայանալի տեսք ունի, բայց համ չունի, ինձ համար դադարում է աղցանը արժեքավոր լինելուց։ Այս աղցանը ոչ միայն գեղեցիկ է, այլև շատ համեղ է, օգտակար է ու վիտամիններով լեցուն։ Համեցեք Միլայի խոհանոց, ցույց տամ ինչպես պատրաստել։ Պատրաստում եմ թաբուլե իմ եւ իմ երեխաների սիրած եղանակով։ Այստեղ մանր բլղուր է, որի վրա քամել եմ կես կիտրոնի հյութ, 1 ճաշի գթալ տոմատի մածուկ եմ ավելացրել, մի պտղունց աղ թողել եմ, որպեսզի ուռչի։ Կարելի ավելացնել նաև 1-2 ճաշի գթալ սովորական սենյակային ջերմաստիճանի ջուր։ Ընդ որում բլղուրը լավ լվացել եմ մի քանի ջուր, իր խոնավությանը 1-2-3 գթալ ջուրը բավականաչափ է, որպեսզի այն կարողանա ուռչել։ Անցնում եմ կանաչիների։ Սովորաբար ընդունված է, որ թաբուլեն ուտում են հազարի տերևներով, բայց քանի որ իմ հազարը մի 2 օրվա է, արդեն իր առաջին թարմությունը կորցրել է, ես կկտրատեմ աղցանի մեջ։ Մեզ հարկավոր է նաև առատ չափով մաղադանոց, ինչպես նաև կանաչ սոխ։ Ինչպես հասկացաք, այս բոլոր կանաչիները պետք է կտրատել, նախապատրաստել։ Այդ ընթացքում նաև թանձրանում, ուռչում է բլղուրը։ Կիտրոն, ձեռքիս ափը պահում եմ տակը, որպեսզի եթե կորիզներ լինեն, ափիս մեջ ընկնեն։ Բարեկամներ, եթե զգում եք, որ կիտրոնի մեջ դեռ մնաց հյութ, ափսոսում եք դեն նետել, ահա այսպես կիտրոնի նաև պտղամիսը կարող եք լցնել աղցանի մեջ, ասեք այսպես շատ լավ ազատվեց կիտրոնը իր հյութից և պտղամսից։ Աղցանի մեջ ավելացնում եմ նաև բուսայուղ, անհոտ անհամ բուսայուղ եմ օգտագործում, եթե ձիթապտղի ձեթ լինի, այդպիսին շատ համեղ և ավելի օգտակար է։ Ու լավ խառնում ենք, բարեկամներ, շատ լավ խառնում ենք, այնպես անուշ, գարնանային, թարմ բույրերով է բուրում այս աղցանը։ Հիմա անունը թաբուլե է, թե մեկ այլ բան, ամեն դեպքում շատ համեղ, թարմացնող, կարելի ասել վիտամինների թաս։ Խառնում ենք, թողնում ենք մի քիչ հանգստանալ և վայելում ենք։ Ինչպես ասացի, չմոռանաք հետևել ինձ Instagram-ում, TikTok-ում և Facebook-ում։ Սիրով ձեր Միլա։